Պաշտպանության նախարարությունում շարունակվել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայակազմի ատեստավորման գործընթացը։ Հարցաշարերի միջոցով ստուգվել են նրանց մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։ Տեսական քննության ընթացքին հետևել է գլխավոր շտաբի պետը։ Նա համոզմունք է հայտնել, որ ատեստավորման գործընթացում ներգրավված գեներալներն ու բարձրաստիճան սպաները հավուր պատշաճի կհանձնեն տեսական քննությունը։ Հայաստանում ավտոպահեստամասերի, այդ թվում մեքենաների գողության համար պատիժները կխստացնեն։ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։ Գողության այս տեսակը ոչ ծանր հանցագործություններից կանցնի միջին ծանրության հանցագործությունների շարքը եւ կպատժվի 20-ից 50 հազար դրամ տուգանքով կամ 150-ից 270 ժամյա հասարակական աշխատանքներով, 1-ից 3 կամ 2-ից 5 տարվա ազատազրկմամբ։ Ներքին գործերի նախարարության պարզաբանմամբ այս փոփոխությունների ընդունումից հետո կալանքը որպես խափանման միջոց նշանակելու հնարավորությունները գործնականում կընդլայնվեն։ Կառավարության մեկ այլ նախագծով էլ կսուբսիդավորվի մինչև 300 հազար դրամի հեծանիվ ձեռք բերած ուսանողի եւ դասախոսի վարկի տոկոսադրույքը։ Ֆինանսական օժանդակություն կտրամադրվի այն շահառուներին, որոնք կարող են լինել բուհերի կամ ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցներ կամ սովորողներ, Հայաստանի տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերից կամ բանկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով։ Վարկի տարեկան դրույքաչափը 16% է։ Կառավարությունը կսուբսիդավորի ու կզրոյացնի այն։ Վաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնաց ամուսինները հայտնաբերվել են։ Երևանի Նոր-Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նարդոսի փողոցի ոսկու առևտրի սրահում 58-ամյա կնոջից գնել են ոսկիազարդեր վճարելով $600 կեղծ թղթադրամներ։ Քրեական բարույթով պարզվել է, որ նույն օրը նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև մեկ այլ 70-ամյա կնոջից կրկին վճարելով $600 կեղծ թղթադրամներ։ Տուժած կանայք ներկայացրել են կեղծ թղթադրամները։ Ամուսինները հայտնաբերվել եւ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Գյումրիում վերանորոգվել է հայ-ռուսական բարեկամության Կուրսկի պուրակը։ Վերականգնված այգին եւ շրջակայքը զբաղեցնում են մոտ 1 հեկտար տարածք։ Այգին կառուցվել է նույնանուն Կուրսկի հրապարակում, որտեղ էլ տեղադրված է նաեւ հայ-ռուսական բարեկամության կամարը։ Ջազիրա Airways ավիաընկերությունը հունիսի 24-ից կմեկնարկի Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթները, հայտնում են Արմենիա միջազգային օդանավականներ ՓԲ-ից։ Չվերթները կիրականացվեն շաբաթական 3 անգամ, յուրաքանչյուր 3 շաբթի, 5 շաբթի եւ շաբաթ։ Հին Երևանցու փողոցում մարտի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարեն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պուշկին փողոցից Տերյան ուղղությամբ Ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայքը մեքենաների կանգառը կարգելվի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։